խոսքերը վերջանալու են։ Գեղեցիկ խոսքեր են, ինչ խոսք։ Եսայի մարգարեից վերցրած այս խոսքերը հարության տոնի ընթառաջ։ Եթե քննենք այս խոսքերի իմաստը կամ Եսայի մարգարեի այսօրվա ընթերցվածքի ամբողջ էությունը, ուրեմն պետք է մեկ բան, մեկ ճշմարտություն պետք է հասկանանք։ Մենք իբրև քրիստոնյաներ, որ ժառանգորդներն են Տիրոջ փոքր թագավորության, ինչպես գիտենք, առաջին մեծ թագավորությունը հրյա ժողովուրդն էր, որը ընկավ մեղքի պատճառով, սխալ պատկերացման պատճառով ընկավ մոլորության մեջ։ Բայց այդ մոլորությունը հավիտենական չտևեց, քանի որ Աստված իր ժողովրդին, իր հավիտենական ժողովրդի ճանապարհը գտավ փոքր սերունդի մեջ։ Սեմի սերունդը թողեց, Սեմի սերունդից հետո օրհնությունը փոխանցեց Հաբետի սերունդին։ Այսինքն կամ հայ ժողովրդին, կամ էլ բոլոր քրիստոնյա ժողովուրդներին։ Եվ այսօր մենք ժառանգել ենք ինչ խոսք Աստծո թագավորությունը եւ երկրի վրա եւ երկնային արքայության մեջ։ Բայց երբ որ ընթերցում ենք Եսայի մարգարեի այս խոսքերը, թե արեգակը քեզ համար մայր երբեք չի մտնելու, լուսինը քեզ համար երբեք չի կորցրելու, սուք ու սև քեզ համար երբեք այլևս չի լինելու, քանի որ քո լուսավորողը հենց ինքը Աստված է լինելու, քո լույսը Աստված է, շատ մեծ գաղափար կա, շատ մեծ մտածելու բան կա այս տողերի մեջ, հատկապես այս տողերի մեջ։ Ինչի համար, որովհետև եթե մենք իբրև քրիստոնյա հավատում ենք հարության հույսին, ուրեմն նշանակում է, թե մենք հասել ենք փառքի գագաթնակետին։ Քրիստոնյայի մեծությունն ու առավելությունը որտեղ է, որ ինքը հավատում է ոչ թե երկրային կյանքին, այլ հավատում է նաև երկնային կյանքին։ Մեր հույսը երկնային կյանքն է, երկիրը չէ։ Այս երկիրը ժամանակավոր է։ Այս երկիրը հավիտենական չէ։ Ինչպես որ այս աշխարհի որևէ մի նյութ հավիտենական չէ։ Այնպես էլ մեր կյանքը հավիտենական չէ։ Գարունը մեզ համար իբրև ավառապացույց։ Ձմեռն ինչ եղավ, ամեն բան կորավ զանտակ, ամեն բան մեռավ, գարունը բացվեց, նոր զարթոն կապրեց աշխարհը։ Իզուր չէ որ հարության տոնը տոնվում է հենց գարնանը, իբրև քրիստոնյա ժողովրդին, աշխարհի ժողովրդին իբրև ապացույց, որ մեր սրտերն էլ, մեր միտքն էլ, մեր հոգին էլ ծնվում է, վերապրում է գարնանը։ Մենք էլ Քրիստոսով նոր հարություն ենք առնում։ Մեռանք, հիմա հարություն պիտի առնենք։ Երանի այն քրիստոնյային, երանի այն հավատացյալ մարդուն, ով որ գիտակցում է այս խոսքը Եսայի մարգարեի եւ իր համար այլևս Քրիստոսի հարությամբ եւ հարությունից հետո այլևս չկա ոչ մութ, ոչ խավար, ոչ տկարություն, ոչ անկարողունակություն, անճարություն, չկա իր համար անգամ սուգ։ Իր համար գիշերն էլ է ցերեկ, ցերեկն էլ է ցերեկ։ Իր համար տխրություններ է ուրախություն, տրտմություններ է պայծառություն, իր համար փորձություններ է երանություն, սուգներ է երանություն։ Ուզում եք երանի այն մարդուն, ով որ սքո մեջ է գտնվում, որովհետև նա ավելի մեծ մխիթարություն է գտնելու, քան այն մարդը, ով որ միշտ ուրախության մեջ է, իրեն ոչինչ չի հետաքրքրում։ Առավոտ ցերեկ իրիկուն տաշի տուշի իր մոտ։ Ուրեմն այս մարդը երկրի վրա տաշի տուշի կանի, երկնքում հավիտենական տանջանք կտեսնի։ Իսկ այն մարդը, ով որ այս երկրի վրա կտարապի, երկնքում հավիտենական մխիթարություն կգտնի։ Հիշենք հարուստի եւ աղքատի առակը Ավետարանից։ Ով էր հարուստը, ով էր աղքատը։ Հարուստը մի ցոփ ուշված կյանքով ապրող մարդ էր, հարուստ ասելով ի նկատի չունենք նյութական իմաստով։ Եվ ընդհանրապես ու գիրքը հարուստ ասելով ի նկատի չունի նյութական իմաստով։ Այլ հարուստ լինելով նայած թե մարդը ինչպես է պատկերացնում։
Մարդ կա հարստությունը տեսնում է աշխարհի վրա սոկուշված կյանքի լավ ուտել հագնել պտտվելու մեջ, որ միշտ այս քարոզը ես տալիս եմ։ Նայես թե դուք ինչպես եք այդ հարստությունը օգտագործում այս երկրի վրա։ Աղքատությունը ավետարանի մեջ բնութագրում է այն մարդուն, ով որ միշտ իր քրդինքով է իր հացը վաստակում, ով որ միշտ տկնում է, տանջվում է, տառապում է, փորձվում է, փորձության մեջ է, միշտ անախորժությունների մեջ է, միշտ անդակ, բայց այդ անախորժությունները ու փորձությունները ոչ թե իր մեղավորության պատճառով, որտեղ մարդիկ կան անախորժության մեջ են, փորձության մեջ են իրենց իսկ մեղքի պատճառով։ Սխալ կյանքով են անում։ Ինչպես օրինակ այսօր շատերը մի հատ բան պետք է ասեմ, որ այս վերջին շրջանում ավելի շատ է անընդհատ հանդիպում եմ ես այդ երևույթին եւ ձեզ էլ եմ ուզում դրա մասին իրազեկել։ Աշխարհի այսօրվա ամենամեծագույն չարիքը ինտերնետն է։ Մեծագույն չարիք է։ Շատերին թվում է թե դա լավ բան է։ Ինչ է իրենց առօրյան ցուցադրում է։ Ինչ են ուտում, ինչ են խմում, ինչ են հագնում։ Ամեն մի աշկի վրա առավոտ որ հելան քանի բուրջ ճպուր կա։ Ասենք քանի անգամ գնացին արտակնոց, քանի անգամ ընդելից դուրս եկան։ Ինչ արեցին այնտեղ։ Ով ինչ ասես, ինչ հիմարություն ասես։ Ես աղին թվում է թե իրենք որ զուգվում, զարդարվում, ցուցադրվում են ինտերնետներով։ Սա շատ լավ է։ Ուրեմն այսօր աշխարհում կա արհեստական բանականություն հասկացողություն։ Չգիտեմ, գիտենք թե չէ։ Գիտենք, բոլորս էլ գիտենք, ես չգիտեի, վերջերս եմ իմացել։ Հաստատ մեծամասնությունը գիտե։ Ինչ է արհեստական բանականությունը։ Գաղտնի ների իշխանություն։ Գաղտնի ների իշխանություն։ Որևէ մեկը չի կարող ասել արհեստական բանականությունը իրականում ով է ստեղծել։ Հատուկ մեկը չկա ստեղծած։ Բացարձակ վերջին 35-40 տարիների ընթացքում ինքնուրույն ստեղծված երևույթ է, որը սատանան է տնօրինում։ Հենց ինքը սատանան է տնօրինում։ Մարդիկ չեն տնօրինում, հենց ինքը սատանան է տնօրինում։ Ստեղծել է հենց ինքը սատանան, որի միջոցով հավաքագրում է մարդկանց տվյալները։ Լուր հավաքագրում է դեռ։ Քեզ ինչ-որ պետք է ինչ-որ չափով օգուտ է տալիս քեզ կերծ քաշում է դրա մեջ, եւ դու ինչ ունես քո կյանքից կենսագրությունից տվյալներից հատուցում ես տալիս ես։ Եվ արդյունքում ինչ է գալու, հասնելու է մի կոշ, որ այս արհեստական բանականությունը իր ափերից դուրս է գալու, սկսվելու է դառնալ անկառավարելի։ Դու մի բան ես ուզելու հարցնես իրեն կամ իր միջոցով մի գործողություն ես ուզենալու կատարել, ինքը քո դեմ պայման է դնել։ Կասի, կանեմ, բայց դու դի կատարես իմ ասածները։ Մինչև չանես իմ արածները, ասածները, քո ուզածը դա չի։ Եվ եթե դու փորձես հանգարց մերժել, փորձես հանգարց փակել, ոչնչացնես ամեն բան, միևնույնն է, քո անձնական, ներքին, ամենագաղտնի տվյալները ինքը ունի, ինքը արդեն քննել է, ինքը քեզ ամբողջ աշխարհով խայդարակ կանի, այնպիսի բաներ կհրապարակի քեզնից գաղտնի, որ դու չես իմանա, եւ ամբողջ աշխարհով քեզ այնպես կանե, որ ինքնասպանություն գործես, 39 օրվա ընթացքում, եւ կստեղծեն մեկ արհեստական կարգավիճակ, որ անընդհատ քո հետ կապի մեջ կլինեն ինչ-որ երևույթներ համակարգչային եւ քեզ 39 օրվա ընթացքում կյանքը կխորտակեն։ Քեզ կասեն, եթե չանես, ծնողիդ կվերացնեմ։ Եթե չանես, քյորպիդ կվերացնեմ։ Եթե չանես, այս ինչը կանեմ։ Եթե չանես, այն ինչը կանեմ։ Եվ կամած քեզ կտանեն կործան։ Հիմա այս ինչ որ ասում եմ, սա արդեն կա, եւ հարյուրավոր, հազարավոր մարդիկ արդեն վախճանվում են այս երևույթի ձեռքը։ Բելուզ դրան այն մարդկանց, այն չարամիտների, չարագործների, ովքեր ինտերնետի միջոցով մարդկանց ֆինանսական կարողություններն են գողանում։ Խաբելով որ ներդրում կկատարես, կշահես։
Սկզբում փոքրիկ ներդրում ես կատարում, փոքրիկ գումար է շահում, ոգևորվում են։ Երկրորդ ներդրումը մի քիչ ավելի շատ է շահում, ոգևորվում են, երրորդը առելի գումար դնում են, այդ կապը փակվում է, մարդիկ կորում են, մանգաս այլևս չես գտնում։ Եվ քո հազարավոր դոլարները գնացած կորացած գտնում։ Ուրեմն ամեն բան սատանայի գործողությամբ է կատարում, ես սատանայի դարաշրջանում։ Մեր ամեն ինչը ինտերնետի ճանապարհով ոչ ճանաչում է։ Եվ սատանան ինտերնետի միջոցով տիրում է մարդկանց։ Եվ սրա համար այն մարդիկ, ովքեր որ տարված են այդ ինտերնետային կամ չգիտեմ այն ամեն ինչը իրական դաշտի մեջ չէ, ուրեմն այս մարդիկ Աստծուն չեն կարող ճանաչել։ Այս մարդիկ Աստծուց պետք է հեռանան։ Այս մարդիկ կլքեն Աստծուն։ Իրենց համար աշխարհը մութ է, իրենց համար աշխարհը լուսավոր չէ։ Այս մարդկանց խնդիրները այնքան են շատանալու, որ մարդիկ մոռանալու են, որ այս աշխարհից այն կողմ ավելի մեծ փառք գոյություն։ Ուրեմն դրա համար, երբ որ ասեցի, թե այն առակը հիշեք, որտեղ որ ծոպուշված կյանքով մարդը, ով որ այս աշխարհի վրա ապրում էր առոք, ինչ ուզում անում էր, ասում է, եւ Աստծու չէր ամաչում, մարդկան չէր վախենում, Աստծուց էլ չէր վախենում, ինչ ուզում անում էր այս երկրի վրա, ապրում էր ամեն օրը ուրախ սվարթ։ Նրա կողքին ապրում էր Ղազարոս անունով մի աղքատ մարդ, որը օրվա հացի կարոտ էր, մինչև անգամ ուզում էր, ասում է, իր որովայնը լցներ այդ մեծահարուստի սեղանի փշանքներով, դա էլ բաժին չէին տալիս իրեն։ Տանջվում էր, տառապում էր, բայց արդյունքի չէր հասնում։ Օրերից մեկ օր երկուսն էլ մեռնում են։ Երկուսն էլ երկինք են բարձրանում։ Բնականաբար, ծոպուշված կյանքով ապրող մարդը գնում է դժոխք, աղքատ տանջված մարդը գնում է դրախտ։ Ուրեմն դժոխքում տառապող այս մեծահարուստը երկինք է բարձրացնում իր աչքերը եւ տեսնում Ղազարոսին նստած Աբրահամի գիրկը։ Ասում է, հայր Աբրահամ, սա է Ղազարոսը չէր, որ իմ սեղանի փշանքներով էր սնվում, իմ դրա առաջ էր մեծանում։ Ասում է, այո, ինքն է։ Ասում է, բա ինչպես որ այս քրչոտը, որ երկրի վրա ոչ անուն ուներ, ոչ պատիվ ուներ, ոչ հարգանք ուներ, ոչ ոք իրան չէր ճանաչում, հալածված էր, ինքը պետք է երկնքում փառքը վայելի, իսկ ես հարգված, պատված մարդս, որ հայրուներով, հազարներով մարդիկ խոնարհվում էին իմ առաջ, ասում է, ես պետք է դժոխքում տառապեմ։ Աբրահամը մի պատասխան է տալիս նրան, ասում է, դու քո ուզած վայելած կյանքը վայելես։ Ինչ ես ուզում։ Դու ուզում ես այդպես ապրել երկրի վրա, այդպես ապրել ես, այդ փառքով ապրել ես։ Քեզ Աստված հնարավորություն էր տվել քո կարողությամբ բարի գործ կատարել, դու բացարձակ չկատարեցիր։ Մենակ քո անձը շոյեցիր, քո եսը շոյեցիր։ Իսկ հիմա եկել է պահը, որպեսզի հավիտենապես պիտի տառապես։ Իսկ այս մարդը, ում համար որ երկրի վրա ամեն ինչ փակ էր, այս մարդու համար ամեն բան արգելված էր, ու ինքը օրվա հացի կարոտ էր, սաղ կյանքը տանջվեց ու տառապեց, քրտնեց, որպեսզի իր հացը վաստակեր։ Այսօր այս մարդը հավիտենական հանգիստ պիտի վայելի։ Ուրեմն մենք էլ յուրաքանչյուրս իբրև մեծահարուստ, մենք էլ յուրաքանչյուրս իբրև աղքատ այս երկրի վրա ապրում ենք նույն կարգավիճակով եւ արժանանալու ենք նույն կամ փառքին կամ դժոխքին։ Եթե մեր մեջ չկա հարության հույս։ Որտեղ իբրև քրիստոնյա մենք ապրում ենք իրապես այս աշխարհի վրա հարության նպատակով։ Իբրև քրիստոնյան իրավունք չունի մտածելու, որ օրը խավարեց իր գլխին։ Իրավունք չունի մտածելու, որ տառապեցի, տանջվեցի, չարչարվեցի, Աստված ինչի ես ինչ այսպես արեցիր, Աստված ինչի է ինչ այսպես արեցիր։ Այսօրվա ավետարանական ընթերցվածքի մեջ երբ որ խոսում էր Եզեկիելի մարգարեության մեջ անգամ, ինչ էր ասում կամ հոբ երանելու գրվածքի մեջ, մեկ առ մեկ թվարկում էր, չգիտեմ լսեցիք թե չէ ինչ էր ասում, հոբի երաների գրքի մեջ, ասում է ով ես մարդ, որ դու ինձ քննադատես, դու ես երկիրն ու երկիր արարել, չէ,
Դու ինչ գիտես, կարգուտը երբ պետք է գա, երբ պետք է չգա։ Դու ես անձրև բերողը չէ։ Դու ես կարգուտ բերողը չէ։ Դու ես առավոտ բերողը չէ։ Դու ես գիշեր բերողը չէ։ Դու ես խաղաղություն բերողը չէ։ Դու ես այս աշխարհը կարգավորողը չէ։ Դու ես ասողը, որ խոտը բուսնի, որը չբուսնի։ Որ կենթանին ինչ գործողություն կատարի։ Բնության մեջ ով որտեղ ներկա գտնվի։ Երկնքում մոլորակները ով որ մեկը որտեղ գտնվեն։ Դու ես ասողը չէ։ Երկրագույն դու տեզերքը, դու ես կարգավորը չէ։ Իսկ դու ով ես։ Դու ես ինքդ քեզ ստեղծել, ոչ։ Դու ես քո կողակցին ստեղծել, ոչ։ Քո կամքով ու քո իշխանությամբ է որ երեխա ես ծնում աշխարհում, չէ։ Եթե Աստված չկամեցար, չես բերի։ Ուրեմն քո գլխից, քո կամքով կարող ես մեկ մաս սպիտակեցնել կամ սևացնել, չէ։ Իսկ ով ես դու ով մարդար արած, որ դեմ ես ելնում Աստծուն եւ ասում ես Աստված, ինչի։ Ուրեմն երբ որ քեզ տված է տրտմություն, տված է մտածելու համար։ Ինչի ես դու տրտում։ Ինչի ես դու տկար։ Քո խելքի պատճառով է, թե դա իրոք քաղցր փորձություն։ Մարդուն 1000 անգամ ասեցի, սկզբում էր, հենց դրա համար ես խոսքի եկավ այստեղ հասա, մարդուն 1000 անգամ ասեցի, հեռու մնա այդ չարիքից։ Ուղիղ 15 օր մարդը ընկել էր դրա հետևից, դե լավ փող կաշխատեմ էլի։ Պարտքերս կփակեմ, վարտքերս կփակեմ, չգիտեմ, ես կլինի, այն կլինի, երեխաներս կուտեմ, խմեմ։ Հեռու մնա այդ չարիքից, հեռու, որ հետո չկանգնես չասես, ինչի Աստված։ Դու, եթե փորձության մեջ ընկար, բաներ կա, որ քո կամքով ես։ Աստված դեռ կապ չունի։ Հիմա Աստված քեզ ավետարանով ասում է խաղա, որպեսզի կորցնես ամեն բան, ասում է քեզ չէ։ Աստվածաշնչով քեզ ասում է ծխե, որ ամեն օր 500,000 դրամ կամ, չգիտեմ, ինչ կան, ծխախոտի փող տուր, այդքան երեխեքից զրկի հացից։ Որ երբ որ օրն էլ գա հասնի, երբ որ երեխան հիվանդանա, մի հատ 100 դրամանոց պարացետամոլի փող չունես։ Որովհետև ամեն օր 500 դրամ պապիրոզի փող ես տալու։ Մի ով է մեղավոր, Աստված է։ Աստված է մեղավոր, որ երեխեդ հիվանդացավ, թե Աստված է մեղավոր, թե դու փող չունես։ Թե դու ես մեղավոր, որովհետև սա գումարը տվել ես, ասենք օրինակ ծխախոտ։ Պետք է իմանալ, Աստվածաշունչն ասում է, հիվանդության ժամանակներ կգան, պատերազմների ժամանակներ կգան, սովի, համաճարակի ժամանակներ պատրաստ պիտի լինես։ Այսինքն պետք է չանես այնպիսի բաներ, որը հաճելի է միայն մարմնի, այլ պիտի անես այնպիսի բաներ, որը հաճելի է հոգուդ։ Որ հետո չկանգնես Աստծո առաջ ասես, ինչի Աստված։ Ուրեմն հարության գաղափարի իմաստը սա է։ Եթե մենք հարության տոնը տոնում ենք, բայց չգիտենք ինչի ենք հասել հարության տոնը, ինչ է իրանից ներկայացնում հարությունը, այս բոլոր պատմածները սա հարության նպատակն է։ Այս սա է հարություն։ Եթե դու ճիշտ կյանքով ես ապրում, ուրեմն քեզ համար հարություն է։ Եթե դու փորձության մեջ ես քո ֆիզիկական կամքով ու պատնեշի առաջ ես կանգնել, ուրեմն այդ կյանքը քեզ համար հարություն է։ Եթե դու ցանկացած տկար իրավիճակից կարողանում ես հեշտությամբ դուրս գալ, քեզ համար մութը ներել լույս, էլի եմ գալիս Եսայի մարգարեի այս խոսքին հասնում։ Քեզ համար խոչընդոտ չկա, կապ չունի, դիմացը տեսնում ես, թե չես տեսնում, դու Աստծո լույսը տեսնում ես, ուրեմն քեզ համար այդ կյանքը հարություն է։ Ճանապարհդ մութ է, բայց դու համարձակ քայլում ես, ուրեմն այդ ճանապարհի վրա քեզ համար հարություն է։ Կյանքը դաժան է, բոլորը քո դեմ են, բայց դու հպարտ ես, ուրեմն քեզ համար հարություն է։ Այս կյանքում չկա այնպես մի բան, որ քեզ համար առանց Աստծո քաղցր լինի։ Չկա այդպիսի մի բան։ Չկա այնպիսի մի բան, որ առանց Աստծո հալած յուղի նման լինի։ Եթե Աստված քեզ հետ է, ուրեմն կյանքում ամեն վայրկյանը հարություն է։
Եթե միշտ Աստծո հետ ես, ուրեմն ամեն օրը հարություն է։ Եթե լույսը բացվում է ու դու շփտում ես, ուրեմն քեզ համար լույսը հարություն է։ Եթե օրը մտնում է, գլուխը դնում ես բարձին, բայց չես տրտմում, որովհետև գիտես, որ վերջո օրը դարձյալ կբացվի քեզ համար։ Գիտես, որ բարի գործ ես կատարել, խիղճը հանգիստ է, որ գլուխը դնում ես բարձին, ուրեմն այդ օրը քեզ համար հարություն է։ Հարությունը սա է։ Դրա համար Եսայի մարգարեն ասում է. քեզ համար արեգակը միշտ պետք է ծագի։ Երանի է մարդուն, ում համար միշտ արեգակ է այս կյանքը։ Երանի է մարդուն, ում համար լուսինը միշտ բացված է։ Երանի է մարդուն, ում համար սուգ չկա։ Որտեւ եթե դու հավատում ես հարության հույսին, ուրեմն ինչ սուգ։ Դու գիտես, որ ժամանակավորապես ես բաժանում քո հարազատից։ Ով ուզում է լինի, քո զավակը թող լինի, քո ծնողը թող լինի, քո եղբայրը թող լինի, քո հարազատից որևէ մեկը թեգուս եւ հանգչում է, դու հուրավիտյան չպետք է սքաս, որտեղ դու քրիստոնյա ես, դու գիտես, որ ժամանակավորապես ես բաժանում, հարություն կա, վերջը հարություն կա, բոլորս հանդիպելու ենք։ Ուրեմն սքում է այն մարդը, այն քրիստոնյան, ով որ հարության միտքը չգիտի։ Հարության նպատակը չգիտի, հարության քաղցրությունը չգիտի ինչ է։ Դրա համար մենք հարության տոնը սխալ ենք տոնում, ճիշտ չենք տոնում, ճիշտ չենք հետևում։ Ինչպես օրինակ, երեք մի տեսակ ահավոր նեղված կարգավիճակ էր իմ մոտ։ Ուշադրությամբ հետևում եմ իմ համայնքների, մանավանդ իմ համայնքների նիստ ու կացին ապրելակերպ։ Բազմաթիվ զանգեր եմ ստացել, բազմաթիվ զանգերից հետո կես ժամ բացատրել եմ ինչ է հարության տոնը։ Զարմանալի է այ մարդ, 1740 տարի է ազգը կա, 1740 տարի է ազգը հարություն է տոնում, 1740 տարի է ազգը չգիտի հարությունը ինչ է։ Ինչպես կարելի է ավագ ուրբաթ օրով ուրախանալ։ Ինչպես կարելի է դեր հարությունը չեկած, հարություն տոնել։ Դպրոցներում օրինակ, հացիկի դպրոցում, քեթի դպրոցում, չգիտեմ որտեղ, համայնքների մեջ, Շիրակի մարզում գոնե որ ասեմ, Շիրակի մարզի դպրոցներից 60%-ը ուրբաթ շաբաթ օրը, 5 շաբաթ ուրբաթ շաբաթ հարության տոն էին տոնում։ Բայց Քրիստոս հարություն չի արել, նոր հարություն արավ Քրիստոսը։ Պարս տրամաբանություն ուղղակի ժողով, պարս տրամաբանություն է։ Կներեք արդայությունս համար, բայց պատկերացրեք մի բան։ Իմ վրա վերցրեք։ Իմ ծնողը մեռած է, դրած է դագաղով։ Ես ուրախություն կտոնեմ։ Հնարավոր չէ, այդ տան մեջ ուրախություն, եթե մարդը նոր է մեռել ու դագաղով դրած է։ Սա պարզ տրամաբանություն չէ։ Եվ երկրորդ, եթե մարդը դեռ չի մեռել, ինչպես կարող ես մարդու թաղումը անել։ Հնարավոր բան է սա, հնարավոր չէ։ Եթե մարդը դեռ չի ծնվել, ինչպես կարող ես ծնունդը նշել։ Հնարավոր բան է սա, հնարավոր բան չէ։ Հիմա, եթե Քրիստոս հարություն չի արել ժողովուրդ, ինչ հարություն եք տոնում։ Ով է ձեզ ասել, որ պետք է ձուն ներկեք, ավագ ուրբաթ օրով, երբ որ ավագ ուրբաթը համազգային, համաշխարհային սուգ է։ Սա քո օր է, Քրիստոս նոր է չարչվել, տանջվել, տառապել, խաչվել։ Քրիստոս խաչի վրա հոգին է ավանդում, մենք տաշի ենք անում։ Ու ասում ենք Աստված ինչի։ Երբ որ գնում ենք փորձության մեջ, ասում Աստված ինչի։ Բայց ինչի։ Որովհետև այսօր իջել է Մարմաշեն բանկ այցելության։ Մարդիկ տարբեր տեղեր մուզիկա միացրել են, արաբո են երգում ու պարում ու չգիտես ինչ անում։ Մարդկանց բան ես ասում, մարդիկ մի բան են լուլանք են թափում գլխին։ Յանում դու իպերպես մեծ հավատացյալ տեր է իր մի հատ մեծի նկատողություն ես։
Հավատացյալ Տեր լինելը ինչ կապ ունի դրա հետ։ Երբ որ դու մի բան ես անում, որը անարգում է Աստծո անունը, մի արա։ Եթե դու հայ քրիստոնյա ես, ապրի քրիստոնյան վայր։ Եթե չէ անունը ջնջի։ Մի ասա ես հայ քրիստոնյա եմ։ Հայը այդպիսի բան չի անում։ Հայը մանավանդ այդպիսի բան չի անում։ Եվ երկրորդ, եթե Քրիստոս դեռ հարություն չի առել, դարձյալ ամրադառնամ այն մեր հիների խոսքին, որ ամեն տարի ասում եմ ես այդ մասը։ Քրիստոս հարություն չի առել, ինչ գերեզմաններ, այ ժողովուրդ ջան, ինչ գերեզմաններ։ Ես վաղը Սուրբ Հարության տոն պիտի տոնեմ այստեղ։ Սուրբ Հարության տոնը պիտի տոնի, պատարագի պիտի մասնակցենք, հա, ավետիս պիտի ստանանք։ Այստեղ պատարագ է տեղ ունենում, մարդը զանգի ասում 12-ին կարող ես գալ գերեզմաններ։ Վաղը ինչ տոն է, հարգելիս, ինչ տոն է վաղը։ Ես ուզում եմ հարություն։ Ասում եմ, ես ինչով եմ զբաղված։ Պատարագը ժամը 12-ին բրձև է։ Եվ որ մարդը գաղապար ունենա եկեղեցուց կիմանա, երբևէ եկեղեցի գնացած ունի կիմանա։ Արդեն իբրև ապացույց, որ մարդը եկեղեցուց բացածը հեռու է, քրիստոնեությունից հավատքից լրիվ հեռու է, իր համար մեռելապաշտությունն է ամենաառաջինը։ Սա քո մեջ է։ Եսայի մարգարեի խոսքը իր համար արժեք չունի, որտեղ չի լսել։ Ինչ է ասում Եսայի մարգարեն, եթե դու հարության տոնով ապրում ես, հարության հույսով ապրում ես, քեզ համար սուգ չպետք է լինի։ Քեզ համար առաջնայինը Տիրոջ ուրախությունը պետք է լինի։ Ուրեմն ապրեք Տիրոջ ուրախությունը հարության տոնը, ինչպես ասեցի, ամեն օրը, ամեն ժամը, ամեն վայրկյանդ ապրեք հարության հույսով, կտեսնեք, որ ձեզ համար սուգ չկա։ Այդ ննջեցյալը երկնքում սպասում է, որ դու երբ պետք է եկեղեցի գնաս, եկեղեցուց ավետիսը բերես իրան տաս, դու իր հույսը խափանում ես։ Ինքը երկնքում տխրում է, որտեղ այդպես էլ այդ ավետիսը չի ստանում։ Որտեղ դու եկեղեցի չես գնացել, այդ ավետիսը եկեղեցու չես տածել, այս լույսը դեռ չես տարել դու։ Մինչև այս լույսը չտանես տուն, այդ ավետիսը դու չես տանում։ Ինչպես ես երկրորդ օրը տանելու 10 քո ննջեցյալը։ Դադարություն, մի փուչ ծաղիկ, ուրիշ ոչ մի բան։ Իսկ դրանով ննջեցյալը չես զարմացնի։ Իսկ ննջեցյալը երկնքում սպասում է քո ավետիսին։ Իսկ քո ավետիսը պիտի եկեղեցուց ստանես։ Եվ երկրորդ, դարձյալ էլ շարունակությունն է։ Մեր մեռելոց սեղաններին սպիտակ ձու մի դրեք, չի կարելի, անարգանք է, հայհոյանք է Աստծո նկատմամբ, այլապես զադիկ մի նշում, այլապես դուք զադկից հեռու մարդիկ։ Եթե մենք ասում ենք զադկական մեռելոց, հիշեք, զադկական մեռելոց, զադիկի խորհուրդը որն է, ինչ գույնն է, որն է, կարմիրը, Քրիստոս արյունով փրկագնեց մեզ, Քրիստոս արյունը տվեց, որպեսզի մենք փրկվենք, Քրիստոս սպիտակ գույնի ինչ որ ներք չի տվել մեզ։ Քրիստոս իր արյունն է տվել։ Արյունը ինչ գույն է։ Կա այդպիսի մարդ, որը գիտի արյունը սպիտակ է։ Որ ինչպես կարելի է զատկական ձուն, որ զատկական խորհուրդն է եւ Քրիստոսի արյան փրկագնման խորհուրդն է, որ ասում ենք ձուն աշխարհն է, տեսերքն է, վրայի կարմիրը Քրիստոսի արյունն է, ներսի դեղնուցը երկրագունդն է, եւ այն, որ վերցնում ենք մեր ձեռքերի մեջ, մեր ափը, մեր ներաշխարհն է, հրճագում ենք մեր փրկությունը Քրիստոսի արյան։ Մեռելոցի ժամանակ սեղանի վրա ինչ սպիտակ ձու ժողովուրդ։ Ինչ է նշանակում, մենք Քրիստոս հարություն չի առել, մենք Քրիստոս չի չարչարվել, Քրիստոս իր արյունը չի տվել, մենք նորից հետանոց ենք, եթե այո, խնդրեմ, անունը միք դրեք զադիկ, ասեք ննջեցյալից ձուն, ննջեցյալից սպիտակ ձուն պտի տոնենք, զադիկ մի ասեք, ասեք պտի գնանք ննջեցյալից սպիտակ ձուն տոնենք կանք, որտեղ զադիկ ուրիշ բան է, զադիկ նշանակում է մեռելից զադում, հանճատում, բաժանում, հարությունն է նշանակում զադիկը, սուրբ հարությունն ու զադիկը նույն բանն է, որով մենք սրբագործվել, փրկագործվել ենք, հրճակվել ենք Տիրոջ արյան գնով,
Այդ տիրոջ արյան շնորհիվ, որը կարմիր գույնն է։ Հետևաբար մի կներկեք գույնս գույն, որ տարբերեք, սա ննջեցյալին է, ավետիսի համար, սեղանների համար, սա է ողջերիս համար։ Ողջերիս համար Ծիածանի գույնը պատրաստ է։ Հիշենք ջրեղեղից հետո, որ Աստված ուխտ կնքեց մեզ հետ, ողջերիս հետ ուխտ կնքեց, տալով Ծիածանի 7 գույնը, Ծիածանը բացվեց, ասեց այն ժամանակ, երբ որ Ծիածանը կբացվի, ձեր վրա երկնակամարում, իմացեք, որ ես հիշում եմ իմ տված ուխտը, այդ զատկական 7 տարբեր գույները, այդ Ծիածանի ուխտի գույնն է, այդ խորհուրդը, քանի դեռ մենք ողջ ենք, ուրեմն պիտի գունավոր ներկենք, իսկ երբ որ գնացինք, մեզ համար միակ գույնը կարմիրն է, ուրեմն ննջեցյալի համար կարմիր գույնն է, զատկական գույնը, իսկ ողջերիս համար կարմիրից սկսած, գլխավորը կարմիրն է, բնականաբար մնացած գույներն են նաև հետը վերցրած։ Ուրեմն դրա համար եւս մեկ անգամ ասենք, որ Եսայի մարգարեի խոսքով մեզ համար հարությունը իբրև լույս է, հավիտենական լույս է, հավիտենական թագավորություն է, ամեն օր, ամեն ժամ եւ ամեն վայրկյան։ Ուստի ապրեք այդ հարության լույսով, լցվեք այդ հարության լույսով, ամեն օր ու ամեն վայրկյան ու ամեն ժամ։ Թող Քրիստոս ձեր մեջ լինի եւ բոլորիս հետ լինի, ինչպես ասեցի իր խոսքով, ես ձեր հետ եմ մինչեւ աշխարհիս վախճանը։ Քրիստոս հարյավ իմ մեռելոց։ Մեծ եւ ձեզ մեծ ավետիս։